Ապրիլի 3-ին վաղ առավոտվանից ես տարբեր ահազանգեր ստացա, այսինքն մի քանի ահազանգ եմ ստացել հարազատներից եւ ի վերջո մի դատապարտյալից, որի հետ խոսելիս ես ոռնոց էի լսում։ Դա մի սարսափելի վիճակ էր։ Ես անմիջապես զանգահարել եմ քրեակատարողական ծառայություն հասարակայնության հետ կապերի բաժին եւ հարցրել եմ ինչա կատարվում 5-րդ հարկում Նուբարաշենի։ Դա Նուբարաշենը ես շատ եմ եղել ծմադատապարտյանների մոտ 5-րդ հարկում 98 թվականին եմ առաջի անգամ գնացել։ Եվ հիմա ես համեմատություններս է թվի, որ մի սարսափելի վիճակ էր այն ժամանակ։ Դրանից հետո ես զանգել եմ ՄԻՊ գրասենյակ եւ ասել եմ, որ սենց վիճակ է այնտեղ։ Մանրամասն տեղեկություններ եմ ստացել եւ ես անմիջապես գրառում եմ արել, որովհետեւ դա արտառոց իրավիճակ է, երբ անպաշտպան մարդկանց մտնում են այդ սպեցնազ կոչվածը 30-40 հոգով, ես հիմա ձեզ կնկարագրեմ, թե խոշտանգումը ներողություն, ինչպիսին է եղել, երբ գետնին տապալելով, նախ խցերը ավիրել են, ամեն ինչ թափել շպրտել են սնունդը, հագուստեղենը եւ այլն, եւ գետնին են գցում ուրեմն դատապարտյալին, կանգնում են վրան ու սկսում են դուբինկաներով ծեծել, ասենք այդ կոտրվածքների մասին տեղեկությունները, դա այդ հարվածները, ինչի համար հարցնում էին բոլոր դատապարտյալները, ինչի համար են դա անում, ուղղակի այդպես են ուզում, այդպես են Ես 16 թվականին էր նման մի բան պատահել էլի Նուբարաշենում, այն ժամանակ էլի օմբուդսմենի գրասենյակը արձագանքեց, իդեպ շնորհակալ եմ օմբուդսմենի գրասենյակին, Տիկին Մանասյանին, արագ արձագանքման համար, եւ ինձ թվում էր, որ դեռ դա շարունակվում էր, եւ իրենք շատ արագ են արձագանքել եւ գնացել Նուբարաշեն։ Նուբարաշենը դա բռնությունների որջ է։ Այդ 16 թվականին էլի օմբուդսմենի գրասենյակը գնաց եւ հայտնաբերեց այնտեղ ինչ էր կատարվել։ Այն ժամանակ իրոք ներքնակներ այրվել էին, որովհետեւ դատապարտյալները փորձել են պաշտպանվել, այրելով դռների վրա պահելով, որպեսզի իրենց այդ ջարդը չիրականացնեն, այսպես ասած։ Եվս ուրիշ մի քանի տարի առաջ Նուբարաշենի բանտում ուրեմն դանակահարել էին կալանավորին ռեժիմի պետի տեղեկությամբ եւ այլն այն ժամանակ վարչության պետին հետո հեռացանեցին աշխատանքից այլ ուրիշ դեպքեր էլ կարող եմ ասել եւ Նուբարաշենը դա մի կատաստրոֆիկ կներեք ես բառով ասեմ բանտ է, որը շարունակ պիտի քանդեն, բայց չեն քանդում, այսինքն հանեն, այսինքն պայմանները իրավիճակը այդ բանտում, այդ մարդիկ ոնց են այնտեղ եւ ես այս դեպքում ես տարիներ շարունակ ծմադատապարտյալների խնդիրներով եմ զբաղվում, դա գիտեն բոլոր նախարարները, ես միշտ հանդիպում էի նախարարների հետ, օրինակ Գրիգոր Մինասյանի ժամանակ փոխնախարար Բալյանի հետ այսպիսի դեպքեր իհարկե չի արձանագրվել, բայց երբ խնդիրներ էր լինում իմ այցելությունից հետո, ես գնում էի, աշխատում ենք այդ խնդիրները լուծել եւ ոչ թե հրապարակել։ Հասկանում եք, իսկ խոշտանգումը, բռնությունը դա արտառոց իրավիճակ է այն էլ ծմադատապարտյալներին, որոնք իրենք տարբերվում են իրենց օրինակելի վարքով։ Ինչ է եղել, ինչ է պատահել։ Ես հիմա կասեմ մի բան։ Ուրեմն զբոսանքի ժամանակ երգել են դատապարտյալները տարբեր երգեր։ Ինչ որ մեկը երգել է Դոլյա Վառավսկայա։ Ու դրանից հետո, երբ որ հենց դրանից հետո է եղել այս ամեն ինչը, այդ սպեցնազը, որը իրենց խփում էր, ասում էր դուք պետք է երգեք Գասպադա օֆիցերի։ Պատկերացնում եք։ Դա ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ ես մի քանի հոգու հետ եմ խոսել եւ երբ որ բոլորը նույն բանն են պատմում,
դու չես կարող կասկած ունենալ այլևս դրա մասին։ Դա ուղղակի, հա, եւ ասեմ ամենակարևորը հիմա ասեմ, որ սա շարունակվում է 1 ամսից ավել։ Եվ մեկը ասեց, որ գոնե սա վերջինը լինի։ Պատկերացնում եք, զինծառայողների ծնողներն են, երբ որ իրենց որդիները զոհվում են, նրանք են այդ բառերը ասում։ Շատ ազդեցիկ էր, եւ շատ ծանր տարա այս մի քանի օրը այս տեղեկությունները։ Եվ սրան հավել եմ նաեւ, որ Spetsnaz կոչվածը, որը ես համարում եմ բանդիտական խումբ, իր արտոնյալ վիճակով առևանգել է դատապարտյալներից մեկին։ Ես կարող եմ հրապարակել անուն ազգանունը, Դավիթ Մինասյան։ Երկրորդ օրը դեռ նա չկար տեղում, այսինքն դա ո՞նց կարող է առևանգել, ո՞նց կարելի է, չեմ հասկանում ինչա կատարվում, գիտեք։ Իսկ հիմա նա որտեղ է։ Ես չգիտեմ։ Ես սա հայտարար ասում եմ, որպեսզի մարդիկ հավաքեն այդ տեղեկությունները, ճշտեն այդ ամեն ինչը, եւ այսինչ արտոնյալ վիճակ է։ Ես գիտեք ինչ, ես աշխատել եմ Միջին Ասիայում, Human Rights Watch-ի գրասենյակում, եւ այնտեղ դա բռնատիրական երկիր է, Ուզբեկստանը, եւ նրանց բանտերը դասվում են անմարտկային բանտերի շարքում, այսպեսի կարգավիճակ ունեն ամբողջ աշխարհում։ Նուբարաշենը, ես մյուսների մասին չեմ կարող ասել։ Ես շատ եմ եղել եւ Արմավիրում, եւ Սևան քրեակատարողական հիմնարկում, տարբեր տեղ, բայց այն ինչ որ կատարվում է Նուբարաշենում, տարիներ շարունակ, փաստորեն սա այսպես մի ապահով տեղ է, եւ ինձ շատ էր ապշեցրել նախարարի պնդումները, որ իրավաչափ ուժ է կիրառվել, հասկանում եք, այսպես կանգնած դու ինչ գիտես, քննություն չեք նշանակել, դու գոնե համոզվելու համար դու կարող ես հետաքրքրվել, ուղարկել քո նախարարությունից մարդիկ, որ պարզանք մարդիկ են, չէ՞ այնտեղ, առանց այդ էլ բազմաթիվ հիվանդություններով 20 տարուց ավել այդ դատապարտյալները մինչև 30 տարի այնտեղ մարդիկ կան, դուք ո՞նց կարող եք իրանց հետ տենց վարվել։ Տիկին Ալեքսանյան, մի հստակեցնող հարց, դատապարտյալներից մեկը ձեզ տեղեկություն է փոխանցել, որ առևանգել են այլ դատապարտյալի հարազատներից ինձ այդպիսի տեղեկություն են փոխանցել։ Ես ասում եմ, որ ճշտեն եւ անուն ազգանունն են ինձ ասել։ Շնորհակալություն, այո, իհարկե, խնդրում։ Լիլիթ Գասպարյան 5-րդ տարիք, Տիկին Ալեքսանյան այսպիսի տեղեկություն կա, որ ենթադրյալ ծեծու ջարդից հետո ցմահ դատապարտյալներից մի քանիսը վնասել են իրենց երակները։ Ես չունեմ այդպիսի տեղեկություն, ոչ։ Ես հացադուլ 1 հոգի հացադուլ է սկսել, այո։ Չեմ կարող ասել, ես ինձ այնքան շատ էին այս քանի օրը այդ տեղեկությունները, չեմ հասցրել այդպես հատուկ զբաղվեմ։ Նաև ասեմ, որ դատապարտյալները իրենք դիմումներ են գրում, հույս ունեմ եւ մի հետևողական կլինի, որ այդ դիմումները տեղ հասնեն եւ ոչ թե կորեն ճանապարհներին։ Եվ ես ասեմ նաեւ, որ ես միշտ մուտք եմ ունեցել, այսինքն հանդիպել ենք 40-ից ավելի ցմահ դատապարտյալների հետ, բարձրացրել ենք իրենց խնդիրները։ Իսկ հիմա ինձ ասում են, որ եթե ես հանդիպում եմ ցմահ դատապարտյալի հետ, ուրեմն պետք է ցմահ դատապարտյալի տեսակցություններից մեկը հանվի։ Այսինքն այդ պատժիչ մեխանիզմները հենց քրեակատարողական ծառայության ներսում են ենթադրում, չգիտեմ, պարոն Հովհաննիսյան, Մարգարյան, ես այդպես է, որովհետև ոնց կարող է դա ցմահ դատապարտյալը ունի 4 տեսակցություն ենթադրենք տարեկան, կամ ինչի պետք է դա հանվի։ Իսկ ինչա եւ լրագրողների, իրավապաշտպանների մուտքը ես միշտ եկել եմ թույլտվությամբ, ես բոլոր հիմնարկներում պետերի հետ մենք ունեցել ենք շատ լավ հարաբերություններ, ոչ մի խնդիրներ չեն եղել, միշտ ընդառաջել են բացի մեկ անգամից եւ որևէ բան չեմ տեսել եւ նրանք բոլորը ցմահ դատապարտյալների մասին խոսել են առանձնահատուկ վերաբերմունքով եւ չեն սա ինչ պիտի անեին եւ քրեակատարողական ծառայության հայտարարության մասին էլ ասեմ, երբ որ ես զանգահարեցի, որ տենց բան ոչ մի բան չկա։ Միանգամից դուք կարողանում եք ձեզ պաշտպանել փակ համակարգում պետության եւ երաշխավորության տակ գտնվող, պատասխանատվության տակ գտնվող անձանց հետ այդպես վարվեն։
Դուք ոնց կարող եք ասել, որ նման բան տեղի չունի, դիմադրություն են ցույց։ Ինչ դիմադրություն կարող են նրանք ցույց տալ։ Ինչ դիմադրություն։ Դե ես ասում եմ, կոտրվածք ունեցողներ էլ կան, տարել են, արձանագրվել են վնասվածքներ։ Դա դե իրանք հերքել են, բայց եւ միպն է արձանագրել, եւ ես ունեմ այդ տեղեկությունները, որ արձանագրվել են այդ վնասվածքները։ Եթե հարց ունեք, Տիկին Ալեքսանյան, դուք ասեցիք նախարարի հայտարարության մեջ ասում է, որ ոչ իրավաչափ ուղղ կիրառվել, որտեղից իրեն այդ պնդում է, այսինքն ինքը օդից է նման հայտարարություն։ Ես չգիտեմ, այդ իրանն է պետք հարցնել, որ տեսնեք։ Ես Հա, ներողություն, հա, իրավաչափ, դա նախարարը քրեակատարողա, երևի հիմնվել է քրեակատարողական ծառայության այդ հայտարարության վրա, որը ասենք աշխարհի մեղքերը բարդել էր այդ դատապարտյալների վրա, եւ ոնց կարող է քրեակատարողական ծառայության պետը կին է, նախարարը կին է, չէ՞ որ կանայք հատուկ ինչ որ դեր ունեն, գոնե այդ բռնության փոխանակ մի հատ պարզ են, ես ձեզ լուր եմ տալիս, ես ձեզ ահազանգում եմ, փոխանակ մի հատ պարզ են, հերքում են ամեն ինչ։ Իսկ հետաքրքրում է ձեզ, ոնց կարող եք դուք նստեք այդտեղ իմանալով բռնությունների մասին, ասեն քրեակատարողական ծառայության պետը կամ չգիտեմ, այդ ամբողջ կազմը։ Ես գնացել էի Սևան քրեակատարողական հիմնարկում մասնակցելու ուրեմն ծմադատապարտյալների արված կերամիկական աշխատանքների ցուցահանդեսին պատկերացնում եք, լավ, ցենց մի հատ փոքր սենյակում այդ մի հատ սեղանի վրա դրել էին շատ լավ աշխատանքներ, իդեպ իրոք արժեքային իմաստով էլ եւ գեղարվեստական առումով շատ լավ է, բայց մյուս դատապարտյալները դա իրավունք չունեին տեսնելու, այդ երեքն էին ներկայացնում, մնացածը քրեակատարողական ծառայությունն է, նստել էին իրանք, օրինակ ինչու չպետք է մյուս դատապարտյալները այդ Սևան քրեակատարողական իրանք տեսնեն այդ գեղեցիկ իրերը կամ այդ խոսքը լսեին կամ այսինքն ամեն կերպ sense փակել, ճնշել, պահել, չէ, ես կարող եմ սուտ եմ դա ասում, այսինքն դա ինչ է, դա մարդկային վերաբերմունքը բացակայում է։ Համարում եմ, որ նախարարի այդ ձևը, որ ինքը ասում է, մենք իրավունք ունենք, ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում, դա վերաբերմունքն է, նույն վերաբերմունքը, որ ես անընդհատ տեսնում եմ, դրանք մարդիկ են, դրանց պետք է մարդավարի վերաբերվել։ Ինչու պետք է չգան այդ ցուցարը, եւ այդ միջոցառումները այս թվարկում հետ եմ ասում, էլի այդ խորհրդային այս արեցինք, բայց որ գնում ես ու ինչ ասեմ, փակ, շատ աննկարագրելի խստություն, իհարկե պետերից էլ է կախված։ Օրինակ, որ մի հարց է եղել դատապարտյալը ինձ պատմել է, ասում եմ, դե պետին ասա ինքը գուցե, չի ասում, փորձենք մենք ինչ որ ձևով լուծենք, չեմ ուզում պետին ամեն հարցով, այս չեք պատկերացնի, այսինքն ինչու չկա այդ մարդկային շփումը, վերաբերմունքը, ընդհանրապես դա պետք է արվի։ Եվ այս դեպքերում, այս բռնություն ամոթը, որ փակված անպաշտպան մարդուն 40 հոգով գնաց գետնին գցես կանգնես վրան ու հայոյես ու մահակով խփես։ Հասկանում եք, մենք բարբարոս չենք, էլի։ Սա ինչ վայրի բարքեր է։ Սրան ուզում եմ ասեմ, քրեակատարողական ծառայությունն է պետք է ընդվզի։ Նախարարը պետք է առաջինը դա ընդվզեր այդ ամեն ինչի դեմ։ Եվ պետք է գնար տեսներ ինչ է պատահել, որ այդ մարդիկ իմանան, որ իրենց նկատմամբ կա մի հատ ուշադրություն, որը իսպար բացակայում է։ Շատ եմ ցավում այս ամեն ինչի համար, որ չեն վերաբերվում մարդավարի եւ ուզում եմ այդ օրինակը ձեզ բավարար է այդ ցուցահանդեսին, որ մենակ քրեակատարողական ծառայությունը տեսավ դա, մեկ էլ ես ու մեր աշխատողը։ Ուրեմն ամսի 3-ից ոնց որ ես այդ գրառումը արել եմ, բազմաթիվ հեռուստաընկերություններ, թերթեր, ես չեմ տվել հարցազրույցներ։ Մերժել եմ բոլորին, ասել եմ, որ
կողմերի հետ միասին մենք ասուլիսի ենք պատրաստվում։ Միայն Ազատություն ռադիոկայանին ես տվել եմ այս պայմանների վերաբերյալ, նախարարին պատասխանի վերաբերյալ իրանք ինձ ուզեցին մեկնաբանություն, բայց այս հարցերի մասին ես չեմ խոսել։ Եվ ընդհանրապես, պարոն Մարգարյան, ես շատ եմ, ինձ հետաքրքրողը ոչ ձեր համակարգը, լավ կլինի, որ լավ լինի, որ մարդը այնտեղ իրեն նորմալ զգա։ Ես երբ որ լավ է, ես ասում եմ լավ է, երբ որ վատ է, ես ասում եմ վատ է։ Վերջ, ու դա բոլորը գիտեն։ Մենք ենք ուզում, որ բոլորի համար լավ լինի, եւ մենք աշխատանքը հենց դրա համար ենք։ Շնորհակալություն, հարգելի բանախոսներ։